Այլընտրանքային տոնածառ պատրաստելու բանաձև ու եղևնիները խնայելու անհրաժեշտություն Լորեեկո ակումբը անհանգստացած է, ինչու վնասել բնությունը, եթե կարելի է խնայել այն։ Պատասխանատուների անպատասխանատու վերաբերմունք, արհամարհանք թե անտեղյակություն, մարդիկ շարունակում են սայթաքել, իսկ պատասխանատուները հարմարավետ մեքենաներով անցնում են այդ ամենի կողքով։ Այ հենց նոր եմ ընկել ու վնասվածքը ստացել, ուսս չեմ կարողանում վերև բարձրացնեմ։ Մարզում մայթերը սառած են, կոտրվածքներով հիվանդանոց տեղափոխվածների թիվը գնալով մեծանում է։ Երաժիշտ նկարիչ Գայանե Մանուկյանի հիշատակին նվիրված ցուցահանդես Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում եւ օրվա համայնքը մեղվահովիտ, այստեղ խնդիրները շատ են, լուծումները չեն երևում։ Ֆորտունայի եթերում լրատվության ժամ է, սա մոլորակի հիմնական թողարկումն է, բարև ձեզ։ Եվ այսպես այլընտրանքային տոնածառ պատրաստելու բանաձև ու եղևնիները խնայելու անհրաժեշտություն Լորեեկո ակումբը անհանգստացած է, ինչու վնասել բնությունը, եթե կարելի է խնայել այն։ Հերմինե Յավրյանն է ներկայացնում տեսանյութը։ Ստեփանավանը 2015 թվականի երիտասարդական մայրաքաղաք ծրագրի շրջանակներում Անտառամերձ Գյուլագարակ, Գարգար եւ Պուշկինո համայնքների դպրոցներում Լորեեկո ակումբ բնապահպանական հասարակական կազմակերպության կողմից իրականացվում է Փրկենք Եղևնին ծրագիրը։ Այն մեկնարկել է նոյեմբերի 1-ից եւ կավարտվի դեկտեմբերի 20-ին։ Լորեեկոյի նախագահի հավաստմամբ ծրագրի գաղափարը ծագել է տոնական օրերին այս շրջաններում ամանորի գեղեցկուհու եղևնիների զանգվածային հատման մտահոգությունից։ Կազմակերպության ներկայացուցիչներն ու ստեփանավանցի կամավորներն էլ իրենց արժեվ նպատակ են Անտառի գեղեցկուհուն փրկել գեղեցիկ այլընտրանքների միջոցով։ Մեծ մասը երեխաներին պնդում են, որ իրանք ամեն նոր տարի ունեն բնական տոնածառ։ Դժվար չի պատկերացնել, թե եթե յուրաքանչյուր ընտանիք ունենում է բնական տոնածառ, ապա ինչքան ծառեր են հատվում նոր տարուն։ Եվ մենք աշխատում ենք սովորեցնել երեխաներին մեկ օրվա համար չկտրել տոնածառ եւ հետո դեն նետել տոներից հետո, այլ պատրաստել սեփական ձեռքերով տոնածառ, որը եւ ավելի կուրախացնի, ավելի կջերմացնի իրենց եւ իհարկե բնության օգուտ կտա։ Իսկ թե ինչու որոշեցին աշխատել երեխաների հետ, Լորեեկոյի նախագահը պարզաբանեց այսպես. Դաստիարակչությունը ներքևից է գալի։ Հիմա ամեն մեկը կգնա իրենց տանը կպատմի եւ իրանք է կդաստիարակին այն անդամներին իրենց ընտանիքի, որոնք տարիներ շարունակ կտրել են, կարծում եմ, որ չեն թույլ տա, որ այս տարի կտրեն եւ ընդհանրապես կտրեն եւ կողմնակից կլինեն այլընտրանքային տոնածառի պատրաստմանը։ Անտառը պահպանում են անտառի կողքի ապրող մարդիկ եւ պետք է հատկապես այս համայնքները, որոնք անտառամերձ են, զգոն լինեն եւ թույլ չտան ծառահատումներ։ Էկոակումբի կամավորներն իրենց օրինակով են փորձում ցույց տալ բնության պահպանության կարևորությունը։ Իրենք բնական եղևնի արդեն որերորդ տարին է չեն կտրում։ Իհարկե, մենք արդեն երկար տարիներ ինչ բնական եղևնի չենք օգտագործում, մեր արհեստական է, ու հիմնականում օգտագործում ենք այլընտրանքային եղևնիներ, ավելի լավ է դրանք, քան բնական եղևնիների հատումը։ Տոնածառներ փուչիկից, գունավոր ստվարաթղթից, մակարոնից, լրագրից, սկավառակից եւ այլն։ Մինչ Պուշկինոյի դպրոցականներին այլընտրանքային տոնածառի պատրաստման եղանակը բացատրելը, Լորեեկոյի ներկայացուցիչները նախ հարց ու պատասխանով ստուգեցին փոքրիկների գիտելիքները անտառի ու եղևնու մասին, ապա տեսանյութի միջոցով ծանոթացրին անտառի բարիքներին, ընդգծելով դրանց պահպանության հարցը։ Րոպեներանց սկսվեց ամենահետաքրքիր ու սպասված պահը՝ այլընտրանքային եղևնիների պատրաստումը։ Երեխաները համակ ուշադրությամբ հետևում էին Մկրատի բոլոր շարժումներին, չէ՞ որ նրանք պետք է մասնակցեն նաեւ Էկոակումբի հայտարարած մրցույթին։ Ինչ շատ եկավ մակարոնից պատրաստած է, որ թելը էմուլսիայի մեջ են գցում եւ սարքում են տոնածառ։ Կարծում ենք դա մեզ հաջողվում է, որտեղ երեխաները շատ սիրով են լցված, սիրով լսում են մեզ եւ պատրաստական են իրենց ձեռքերով պատրաստել ամանորի այլընտրանքային տոնածառներ։ Պուշկինոյի հիմնական դպրոցի ներկայացուցիչներն էլ իրենց հերթին հյուրերին զարմացնելու ու հաճելի պահեր պարգևելու առիթ ունեցան։ Լորեեկո ակումբի ներկայացուցիչները Գյուլագարակի, Գարգարի ու Պուշկինոյի դպրոցներ կայցելեն ծրագրի հաջորդ փուլի ընթացքում եւ կպարգևատրեն մրցույթին լավագույն այլընտրանքային տոնածառ ներկայացնող փոքրիկներին։ Հերմինե Յավրյան, Արեն Ավագյան, Մոլորակ, Պուշկինո։ Շարունակում ենք թողարկումը, պատասխանատուների անպատասխանատու վերաբերմունք, արհամարհանք թե անտեղյակություն, մարդիկ շարունակում են սայթաքել, իսկ պատասխանատուները հարմարավետ մեքենաներով անցնում են այդ ամենի կողքով։ Մարզում մայթերը շարունակում են սառած մնալ։ Վաչե Մատինյանի անդրադարձը։
Լոռու մարզի քաղաքային համայնքներում մայթերը դեռ վտանգավոր են։ Ձիանառատեղումներից անցել է ուղիղ 11 օր, սակայն վտանգը մնացել է նույնը, ու դա կարծես ոչ մեկին առանձնապես չի մտահոգում։ Ավելի ճիշտ մտահոգում է, բայց միայն այն մարդկանց, ովքեր հետիոտնի կարգավիճակում են, իսկ որոշ պատասխանատուներ, ովքեր հարմարավետ մեքենաներով են տեղաշարժում, մեղմ ասած չեն կարևորում չդադարող դժգոհությունները իրենց աշխատանքից։ Այն, որ մարզում մայթերը մաքրող համապատասխան տեխնիկա չկա, որովհետև փող չկա, դա ինչ որտեղ կարելի է հասկանալ, բայց բացի տեխնիկան մայթերը վտանգներից ձերբազատելու տարբերակներ բազմաթիվ են, պարզապես պետք է յուրաքանչյուր մարդ իր գործն անի։ Երևի գաղտնիք չէ, որ համայնքային բյուջեից մեծ գումարներ է հատկացում ձմեռային պահպանություն իրականացնելու համար, գաղտնիք է միայն թե ուր են գնում այդ գումարները կամ ինչու չեն լիարժեքորեն ծառայում իրենց նպատակին։ Հատկանշական է, որ տարվա այս եղանակին կոտրվածներով բազմաթիվ մարդիկ են տեղափոխվում հիվանդանոց, ու դրա մասին ամենայն հավանականությամբ իմանում են նաև այն մարդիկ, ովքեր պետք է իրականացնեն ձմեռային պահպանությունը, ու վերջիններիս համար կարծես թե մեկ է անգամ այս հանգամանքը։ Միևնույն է, գործը կաղում է ու քայլեր ձեռնարկում են միայն այն դեպքերում, երբ ասենք ավելի բարձր պաշտոն զբաղեցնող մեկը խիստ հանձնարարական է տալիս։ Օրինակ մարզկենտրոնում հրապարակը սահադաշտ էր հիշեցնում։ Ավագանու նիստի ընթացքում Վանաձորի քաղաքապետը այս թեմայի շուրջ խիստ խոսեց։ Նախ լսենք ելույթից հատված։ Ուրեմն մաքուրանի հավեր չհավերը չգիտեն, բայց որ սև ավազը մայքով տալիս ես, ավազը ատեն սարուցի վրա հրկում է։ Տեղերը բոլորը են ես սև ավազով ծածկում։ Ու արդեն քաղաքապետի հանձնարարականից հետո Վանաձորի միայն կենտրոնական հատվածներում մայթերը պատվեցին աղով եւ սև ավազով։ Սա տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին միայն, ձիանտեղումներից 7 օր անց։ Ինչով էին զբաղված պատասխանատուները այդ 7 օրվա ընթացքում, հայտնի է միայն Աստծուն։ Փաստն այն է, որ մեկ շաբաթ շարունակ մարդիկ մի քանի մետր անցնելու համար ստրեսների էին ենթարկվում, որոշներս այթակում էին ու կոտրվածներ ստանում։ Հիմա կարևորի մասին։ Հայքի հրապարակը մասնակի մաքրվեց, իսկ մնացած փողոցները այդպես էլ մնացին ու դեռ կմնան, մինչև կամ նորից ձյուն կգա, կամ օդի ջերմաստիճանը բարձրանա ու սառույցը կհալվի։ Հիմա լսենք, թե ինչ է մտածում մարդիկ այս երևույթի մասին։ Ժողովրդի 90%-ն են գած ոտու գլուխ շարժարվել են։ Է դրանից էլ կարելի բողոքել, չէ։ Վտանգավոր է շատ անցորդների համար։ Մարդիկ չեն կարող քայլեն, չեն կարող քայլեն, ոչ չի բողոքում։ Նա տեսնում եք էլի, ինչ ասեմ։ Բոլոր տեսնում եք ու տեսնում եք։ Ես մեծ կնիկ եմ զորով ու ձեռն եմ ընկնում որ գնամ։ Սովետական միության տարիներին մի հատ սառույց չէր գտնում։ Այ հենց նոր եմ ընկել ու վնասվածքը ստացել։ Ուսս չեմ կարողանում վերև բարձրացնեմ։ Բա աղբահանություն ենք տալիս, սպասարկման բարձր ենք տալիս, ուրա գնում որ մի հատ չեն գալիս, չեն մաքրում, որ անցորդը կարգին փողոցով անցնի։ Ես երեք եմ տեսել, որ այստեղ բան են լցնում, որ չսահենք, քանի որ շենքը խանգարում է, արև չի ընկնում, այդ ավելի վատ է, որովհետև այստեղի սառույցը շատ ուշահալում ու դասի գալիս ընկներով են գալիս, ես անձամբ տեսել եմ մի քանի հոգի։ Խնդրի մասին բարձրաձայնեցին նաև հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծումներով զբաղվող կառույցները։ Լոռու մարզային հանձնաժողովի տարեվերջյան նիստի ընթացքում դժգոհությունների մասին խոսեցին շատերը։ Պարզվեց, որ համայնքապետարաններն այնքան վատ են աշխատել, որ մարզի ղեկավարը եւս ստիպված է եղել հանձնարարականներ տալ։ Ընդհանրապես առաջի ձյունը բոլոր համայնքների համար անակնկալ է ստեղծում եւ այն նախապատրաստական աշխատանքները, որ պետք է իրականացվեն համայնքների կողմից, մի փոքր ուշանում է եւ անակնկալի ձևով դժվարություններ է ստեղծում նաեւ մեր հաշմանդամություն ունեցող անձանց համար, ինչու՞ չէ նաեւ բոլորիս համար եւ դեպքեր այս ընթացքում իրականում շատ եղան, որովհետեւ մեր բժշկական կենտրոնի տնօրենները փաստում են, հավաստում են, որ վերջին շրջանում կոտրվածքներով դիմողների քանակը շատացել է։ Իհարկե մենք համայնքների հետ, համատիրությունների հետ, նաև կոմունալ ծառայությունների հետ համատեղ կա մեր կողմից արդեն կոնկրետ հանձնարարական, որպեսզի քաղաքապետարանները հնարավորինս արագ հետևանքները վերացնեն, որպեսզի նման խնդիրներ չառաջանան։ Այսպիսով ձմեռն առջևում է։ Դժգոհ բնակիչները մեզ հետ զրույցում հույս էին հայտնում, որ գոնե առաջիկայում պատկան մարմինները կկատարեն իրենց պարտականությունները։ Վաչե Մատինյան, Համլետ Պապանյան, Արեն Աղավելյան, Մոլորակ։ Երաժիշտ նկարիչ Գայանե Մանուկյանի հիշատակին նվիրված ցուցահանդես է տեղի ունեցել Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում, մանրամասները առաջարկվող նյութում։
Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում նկարիչ Գայանե Մանուկյանի հիշատակին նվիրված իր իսկ նկարների ցուցադրություններ, որը կազմակերպել էր նրա եղբայրը։ Գայանե Մանուկյանը երաժիշտ էր, բայց տարիներ առաջ համարձակվեց վերցնել վրձինը եւ արարեց նկարներ, նշում է նրա եղբայրը։ Ես որոշեցի իր աշխատանքները ցուցադրել, հանրությանը ներկայացնել, որ տեսնեն ինչ ժառանգություն է թողել։ Ցուցադրվեցին նկարչուհու եւ ինքնանկարները եւ բնական նկարչական գործերը։ Նկարչուհին իր սերը դեպի երաժշտություն նույնպես անմահացրել էր իր նկարներում։ Տեր Վահան Քահանա Ազարյանը նշում էր, որ երկար տարիներ էին ճանաչել էր Գայանե Մանուկյանին, ծանոթ էր նրա աշխատելավոճին եւ ձգտումներին։ Վերջին մի քանի տարիներում ծանոթ լինելու մեկ ետով զարմացնում էր իր աննահանջ համարձակությամբ անելու մի բան, որին ինքը հավանում էր։ Գայանե Մանուկյանին եւ նրա աշխատանքներին ծանոթ էր գեղանկարիչ Փափա Կալոյանը, ով անկեղծացավ եւ նշեց, որ նկարչուհու ձեռագիրը տարբերվում էր բոլորից։ Ճանաչում էի որպես սկզբում երաժիշտ, որտեղ նա երաժիշտ էր, իսկ հետո ամբողջությամբ նաեւ նվիրվել էր կերպարվեստին եւ կերպարվեստի բնագավառում ցանկացած ուրեմն բնագավառում եթե մարդը նվիրվում է անպայման արդյունք է լինում։ Ներկաները եւ դիտում էին նկարները եւ հիշում նկարչուհուն, հիշում էին պատմություններ Գայանեի հետ կապված։ Վաչե Մատինյան, Արեն Ավագյան, Մոլորակ։ Շարունակում ենք օրվա համայնքը մեղվահովիտ, այստեղ խնդիրները շատ են, լուծումներ սակայն չկան։ Անի Հարությունյանն է զրուցել համայնքապետի հետ։ Լոռու մարզի Մեղվահովիտ համայնքում 247 բնակիչ եւ 47 տնտեսություն կա։ Համայնքը կազմված է երկու փոքր գյուղերից եւ երկուսում էլ խնդիրները բազմաթիվ են։ Գյուղերից մեկում կա խմելու ջրի խնդիր, ներքին ցանցը շարքից դուրս է եկել։ Նորոգման անհրաժեշտություն կա։ Խնդիր կա երկու գյուղերը իրար միացնող կամուրջի հետ կապված։ Կամուրջը նորոգման կարիք ունի։ Մյուս գյուղում ճանապարհներն անբարեկարգ են, իսկ համայնքային կենտրոն չկա։ Մեղվահովիտը գազաֆիկացված չէ։ Համայնքը երկու փոքր գյուղերից է կազմված, երկու փոքր գյուղեր Նորամուտ եւ Մեղվահովիտ։ Երկուսում էլ բազմաթիվ են խնդիրները։ Կարելի ասել Նորամուտում հիմա առաջնային Նորամուտ փոքր գյուղը ավելի, Մեղվահովիտից մեր համայնքին պատկանող գյուղում խմելու ջուրն է եւ մի հատ կամուրջ, որ գյուղը կապում է համայնքին։ Մի կամուրջը քետի վրա առաջնային է գյուղում։ Մեղվահովիտում թերի խնդիր չունենք, թերի խնդրի հարցը լուծել ենք, 2 տարի առաջ լավ ծրագիր ենք արել, ճանապարհն է առաջնայինը ու համայնքի կենտրոն չունենք, քամիներից էլ վերջի քամիներնից էլ լրիվ ավիրվեց, չունենք ոչ մի վարչական շենք։ Մեղվահովիտում չկա նախադպրոցական ուսումնական հաստատություն դպրոց եւս։ Երեխաները հաճախում են հարևան Բլագադառնոյի համայնքի դպրոց։ Համայնքի միջոցներով տրամադրվել է տրանսպորտ երեխաներին դպրոց հասցնելու համար, սակայն հիմա համայնքապետի խոսքով ֆինանսական միջոցները բավարար չեն տեղափոխման խնդիրը լուծելու համար։ Գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ։ Անի Հարությունյան, Մոլորակ։ Այսքան այս թողարկման համար կարճատև դադարից հետո ծանոթացեք նաև սպասվող եղանակի մասին տեղեկությունների, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, ցտեսություն եւ ամենայն բարիք։ Լուսատու լամպերի եւ ջահերի հարուստ աշխարհ, որոնք առանձնանում են իրենց նրբաճաշակությամբ եւ դիզայնով։ Լուսատու այստեղ դուք կգտնեք տարբեր ինտերիերներին համապատասխան լամպեր եւ ջահեր։ Լուսատու ստեղծեք ձեր ուրույն ինտերիերը մեր առանձնահատուկ ջահերով։ Լուսատու Աննախադեպ ակցիա Բորժոմի պալաց 4 աստղանի հյուրանոց առողջարանի կողմից Լոռու մարզի համար 3 անգամյա սնունդ, անհրաժեշտ եւ որակյալ բուժական ու սպա պրոցեդուրաներ, ուղևորություն Վանաձոր, Բորժոմի Վանաձոր եւ այս ամենն ընդամենը 17000 դրամ 1 օրվա համար։ Ակցիան գործում է մինչեւ ամանորյա տոները։ Զանգահարեք ուղղակի 8171 կամ այցելեք մեր Երևանյան գրասենյակ Ռոստոմի 29։
Լյուքս եւ տեխնոլային խանութները միավորվելով առաջարկում են առավել շահավետ պայմաններ։ Բումակցիա գնելով համակարգիչն ընդամենը 190,000 դրամով կստանաք համակարգչային աքսեսուարներ, սեղան, Wi-Fi ռոտեր, պլանշետ կամ հեռախոս։ Շտապեք։ Եվս մեկ աննախադեպ առաջարկ բջջային հեռախոսները եւ շատ այլ առաջարկվող տեսականին կարող եք գնել ինքնարժեքով։ Իսկ ապարիկն առավել հարմարավետ պայմաններով։ Լյուքս եւ տեխնոլային հասցեն բոլորի սեծանոթ։ Քաղաք Վանաձոր, Տիգրան Մեծի 28։ Լյուքս մասնագիտացված խանութ-սրահ, խնայեք ձեր ժամանակը։ Բարև ձեզ, եղանակի տեսության աջակիցն է տեխնոլային եւ լյուքս էլեկտրոտեխնիկայի խանութ սրահների ցանցը։ Այժմ ծանոթանանք օդերևութաբանների կանխատեսումներին։ Լոռու մարզում դեկտեմբերի 15-ին օդի միջին ջերմաստիճանը կանխատեսվում է մինչև 4 աստիճան տաքություն։ Այժմ ջերմաստիճանն ըստ քաղաքների։ Տաշիրում գիշերային ժամերին սպասվում է 13 աստիճան ցրտից մինչև 2 աստիճան տաքություն։ Ալավերդիում 3 աստիճան ցրտից մինչև 7 աստիճան տաքություն։ Սպիտակում գիշերային ժամերին սպասվում է 9 ցերեկը մինչև 3, Ստեփանավանում սպասվում է 4 աստիճան ցրտից մինչև 5 աստիճան տաքություն։ Վանաձորում գիշերային ժամերին կդիտվի 9 աստիճան ցրտից մինչև 3 աստիճան տաքություն, Մայրաքաղաքում 4 աստիճան ցրտից 4 աստիճան տաքություն։ Հանրապետության տարածքում դեկտեմբերի 15-ից 19-ին սպասվում է առանց ձեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան է 2-ից 7 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը 15-ին էապես չի փոխվի, 16-ից 17-ի գիշերը կնվազի 2-ից 3 աստիճանով։ Երևանում դեկտեմբերի 15-ից 19-ին սպասվում է առանց ձեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում կան առայժմ դժվարանցանելի հատվածներ, դրանք Շիրակի մարզի Խոջախպյուր կոչվող հատվածն է, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան Զանգեր կոչվող հատվածը, նաև Կապան-Գորիս ավտոճանապարհները։ Ինչպես հայտնում են տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դժվարանցանելի է նաև Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը։ Եվ մեկ եղանակային լուր աշխարհից։ Ֆիլիպիններում օդերևութաբանական սպառնալիքի բարձր մակարդակ է հայտարարվել։ Դա պայմանավորված է Նոնա թայֆունի մոտեցմամբ։ Սորոգոն նահանգում, որը գտնվում է Լուսոն կղզու հարավում, հորդառատ տեղումներ են սպասվում։ Ավելի վաղ մի քանի շրջաններում փոթորիկի նախազգուշացում էր հայտարարված։ Իշխանությունները բնակիչներին կոչ են անում հնարավորության դեպքում էվակուացվել։ Ներկայումս մասամբ կատվածահար է ծովային հաղորդակցությունը։ Եղանակի մասին այսօր այսքանը։ Ամենայն բարիք ձեզ։ Ցտեսություն։